Բարեկամներ, ողջույն, ինչպես ասում էր հայ ֆիլմի դասականը, պրծավ, կռիվը պրծավ։ Խոսքը Իսրայել-Համաս պայմանավորվածության մասին է, քիչ առաջ տեղեկացանք, որ Իսրայելը եւ Համասը համաձայնության են եկել Գազայի տարածքում հակամարտության կարգավորման համաձայնագրի գոնե առաջին փուլի շուրջ եւ այս առումով կարելի է ասել, որ հաջողության հասել են։ Հոկտեմբերի 13-ին պաղեստինցիները պարտավոր են ազատ արձակել իսրայելցի պատանդներին։ Համացածում արդեն կադրեր են տարածվում երթերից, տոնակատարություններից, ժողովուրդը ցնծության մեջ է, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ է խոսել իսրայելցի որոշ պատանդների հարազատների հետ, ովքեր բնականաբար սպասում են իրենց հարազատների վերադարձին։ Our home. Thank you so much. Blessed be the peacemakers. God bless you, Mr. President. God bless America. Thank you very much. You just take care of yourselves. The hostages will come back. They're all coming back on Monday. Դե Իսրայելը իր հերթին պարտավոր է իր զորքերը դուրս բերել Գազայից գոնե համաձայնեցված գծի սահմաններում։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրանք շնորհավորել են միմյանց պատմական ձեռքբերման կապակցությամբ Համասի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Համասի իսլամիստ զինյալների կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացրած ահաբեկչական հարձակումը իրոք ցնցել էր Իսրայելը եւ ինչու՞ չէ ամբողջ աշխարհը։ Այդ ժամանակվանից ի վեր Գազայի հատվածում մոլեգնող երկամյա պատերազմը վերափոխել է ոչ միայն երկիրը, այլև ամբողջ մերձավոր արևելքը։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսլամիստական ահաբեկչական Համաս կազմակերպության եւ Գազայի հատվածի այլ ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ զինյալներ խախտեցին սահմանային պաշտպանությունը եւ ներթափանցեցին Իսրայելի խորքը, սպանեցին մոտ 1200 մարդու եւ պատանդ վերցրեցին 251-ին։ Իդեպ այն գիտակցումը, որ Իսրայելը այդքան խոցելի է ահաբեկիչների համար, մինչ օրս մնում է տրավմատիկ իսրայելցիների համար եւ մի շարք հարցեր է առաջացնում վերլուծաբանների մոտ, ինչպես դա հնարավոր եղավ։ Այդ հարձակումից հետո տեղի ունեցած 2 տարիները դարձան Պաղեստինի պատմության ամենամռայլ տարիները։ Այն, ինչ արեց ու դեռ անում է Իսրայելը, դա բոլորովին այլ պատմություն է, դրա մասին անդրադարձ եւս կատարելու ենք։ Հարձակումից ընդամենը 1 օր անց Իսրայելի կառավարությունը որոշեց պատասխան գործողություն սկսել Համասի դեմ։ Այդ ժամանակվանից ի վեր Համասի կողմից վերահսկվող տարածքները ռմբակոծության ենթարկվեցին, ցամաքային զորքերը մտան գործողությունների եւ Գազայի հատվածի ցամաքային հարձակման ու ռմբակոծության հետևանքով զոհվեց ավելի քան 65000 պաղեստինցի եւ վիրավորվեց ըստ միջազգային տվյալների առնվազն 160000 մարդ, սակայն ՄԱԿ-ի տվյալները բոլորովին այլ են, շատ ավելի մեծ թվեր են ներկայացնում, դեպ ՄԱԿ-ի տվյալներով Գազայի հատվածում տների 90% ավերված է, ուստի թվերը շատ ավելի մեծ են, քան այս հրապարակվածները։ Տարածքի մեծ մասը սուրսով է ապրում եւ Գազայի հատվածում ապրող մոտ 2 միլիոն պաղեստինցի ստիպված է եղել լքել իր տները, այնտեղ սահմանի հետ հարցեր կար, գիտեք, Եգիպտոսի հետ այնտեղ խնդիրներ կան, փորձում էին անցնել եգիպտական տարածք, սահմանը փակում էին, մի խոսքով իրական ողբերգություն։ Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրեր առաջ ներկայացրած այս ծրագիրը կյանքի կոչվի, ապա Իսրայելը կհասնի ռազմական գործողության բոլոր նպատակներին, ինչպես մի շահում է։ Ծրագիրը նախատեսում է մնացած բոլոր պատանդների ազատ արձակում, ավելին Համասը պետք է զինաթափվի, իսկ զինյալները, Համասի զինյալները, ովքեր վայր են դնելու իրենց զենքերը եւ հայտարարելու են խաղաղ համակցության սկզբունքներին հավատարիմ մնալու մասին, ստանալու են ներում։ Սա ըստ էության կնշանակի Համասի որպես զինված խմբավորում մահը, վերջը եւ այսքանով այս պատմության էջը շրջվելու է, սակայն ինչպես է հնարավոր ոչնչացնել գաղափարական կազմակերպություն, այն էլ ահաբեկչական կրոնական տարերով, որը տասնամյակներով թելադրվել է սերնդին, ոնց են դրանից ձերբազատվելու, դա թերևս մնում է մեծ հարցականի տակ եւ արդյոք սա վերջ է, ցույց կտա ժամանակը։ Այս ռազմական հաջողությունների քաղաքական գինը գոնե Իսրայելի համար եւս բավականին բարձր էր։
պատերազմի բնույթը մասնավորապես լայն քննադատության է արժանացել Իսրայելի կառավարության հասցեին միջազգային ատյաններում։ Վերջին 2 տարիների ընթացքում Իսրայելի բանակը լուրջ ռմբակոծությունների ենթարկել Գազայի տարածքը, հիվանդանոցները թիրախավորելով, դպրոցները, մանկապարտեզները, բայց պնդելով, որ դրանք օգտագործվում են որպես պատրվակ Համասի զինյալների կողմից թաքթվելու համար որպես թաքստոց եւ նրանք իբր այլ հնար չունեն եւ պետք է ոչնչացնեին ահաբեկիչներին։ Եվ անկախ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների պատերազմը իսկապես սպանել է կանանց, երեխաների, լրատվական աշխատակիցների, դեպ միջազգային լրատվության ներկայացուցիչների, փրկարարների, մարդասիրական օգնության աշխատակիցների եւ ոչ միայն։ Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումները բազմիցս հետաձգվել են հենց Իսրայելի կողմից, հղում անելով այն փաստարկին, որ այդ օգնությունները այդ ամենը հանգեցրել է Իսրայելի կառավարությանը պաղեստինցիների դեմ ցեղասպանության մեղադրանքների, դեպ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ցեղասպանության գիտնականների ասոցիացիան եւ նույնիսկ որոշ իսրայելական մարդու իրավունքների կազմակերպություններ բացահայտ տարբեր հարթակներից հայտարարել են, որ Իսրայելը այո ցեղասպանություն է իրականացրել Գազայում։ Բայց կարծում եմ ավելորդ է նշել, որ Իսրայելի կառավարությունը կտրականապես հերքում է այս ամենը, ասելով, որ դա մեր ինքնապաշտպանության իրավունքն էր։ Այսպեսով Իսրայելի ներսում նույնպես կտրուկ տարբերվում են կարծիքները այն մասին, թե ինչպես պետք է երկիրը գործի Գազայի հատվածում։ Մասնավորապես ծայրահեղ Աջակողմյան ազգային անվտանգության նախարարը եւ ֆինանսների նախարարը մտադիր են շարունակել Համասի դեմ կոշտ ռազմական գործողությունները, երկուսն էլ պաշտպանում են Իսրայելի կողմից արևմտյան ափի կանխարգելիչ բռնակցումը, ի պատասխան շատ արևմտյան երկրների կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Գիտեք, հիմա Պաղեստինը ակտիվ ճանաչման գործընթացի մեջ է, եվրոպական մի շարք երկրներ վերջերս էլ ճանաչեցին։ Այս ծրագիրը կարող է հանգեցնել երկու պետությունների լուծման վերջնական փլուզման։ Գիտեք, Իսրայելա-Պաղեստինյան հակամարտությունը միջազգային ատյաններ տասնամյակներով փորձում են լուծել երկու պետության տրամաբանության մեջ, բայց ինչպես տեսնում եք, դա առանձնապես չի ստացվում։ Բայց մյուս կողմից Իսրայելի բնակչության մի հատվածը, պատանդների հարազատները, արաբ իսրայելցիները, բանակի վետերանները եւ զինծառայողների հարազատները ակտիվորեն պայքարում են մարտական գործողությունների դադարեցման համար եւ ինչը եւս հասկանալի է։ Ընդհանուր առմամբ 2025 թվականի հուլիսին անցկացրած հարցման համաձայն իսրայելցիների ավելի քան 70%-ը կողմ է հրադադարին։ Այնուամենայնիվ, հասարակությունը խորապես բաժանված է եւ վերջերս Գազայում ռազմական գործողությունների կողմնակիցների եւ հակառակորդների դաշինքները գնալով ավելի ու ավելի անհաշտ են դառնում։ Ինչպես են ընդունելու այս փաստը, եւս մնում է հարցականի տակ։ Բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված Գազայի այս խաղաղության ծրագիրը վերջապես ինչ-որ առումով հույս է ներշնչել հակամարտության կարգավորման համար, սակայն դեռևս պարզ չէ այն կիրականացվի, թե ոչ։ Գործնականում, իհարկե, բավականին լուրջ քայլ արդեն արված է, ինչի կապակցությամբ կարծում եմ ուրախանալու առիթ ունի ժողովուրդը, սակայն նույնիսկ եթե Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությունը թույլ տա, որ զենքերը երկար ժամանակով լռեն, այնուամենայնիվ Գազայում 24 ամիս տևած դաժան պատերազմից հետո երկու կողմերի մեկը մեկին հասցրած վերքերը մնալու են բնակչության հիշողության մեջ երկար ու երկար տարիներ, տասնամյակներ։ Ինչպես են նրանք ապրելու այդ հիշողությամբ, ցույց կտա ժամանակը։ Մտածեք այդ ուղղությամբ։